Հալեպում իրավիճակը սրվել է, բախումներ են քաղաքի հայաշատ հատվածում, որքան կպահպանվի լարվածությունը, մասնագետների կանխատեսումները։ Իրանի փոխարտգործնախարարի այցը Երևան, որ հարցերն են քաղաքական խորհրդակցությունների առանցքում։ Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը, նոր օրենքի զինակոչիկները կծառայեն 18 ամիս։ Թրամփը Օբաման չէ, նա ձեզ կսպանի, ԱՄՆ սենատորը դիմել է Իրանի իշխանություններին։ Հրադադարից հետո Ուկրաինայում կարող են տեղակայվել հազարավոր ֆրանսիացի զինվորականներ, Մակրոնի հայտարարությունը։ Հայաստանում սուրշնչառական վարակները շարունակում են ակտիվ մնալ, մասնագետների հորդորը։ Աշխատանքային պայմանագրերն այլևս էլեկտրոնային եղանակով կկնքվեն, հարթակն արդեն պատրաստ է։ Կոտրվածքները սառույցի վրա եւ թունավորումները ալկոհոլից տոնական օրերի քրոնիկոնը։ Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատիչել է, Գեղամագեղեցկուհու ջուրն այժմ 15 սանտիմետր ցածր է։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անդենյանն է, բարև ձեզ։ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին այսօր ուշ երեկոյան կայցելի Երևան քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ անցկացնելու համար, գրում է իրանական ԻՌՆ-ն։ Լրատվամիջոցը փոխանցում է, որ այս այցի ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարների քաղաքական տեղակալների միջև քաղաքական խորհրդակցությունների հանդիպումից բացի նախատեսված են հանդիպումներ մի շարք այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ։ Երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային եւ մշակութային ոլորտներում համագործակցություն վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն եւ կարծիքներ կփոխանակվեն նաեւ Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր զարգացումների եւ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման գործում համագործակցության վերաբերյալ։ Իրանում ի դեպ այսօր ցույցերի ու բախումների 11-րդ օրն է։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ մի քանի քաղաք անցել են ցուցարարների վերահսկողության տակ։ Չի հանդարտվում նաև Հալեպը, քաղաքում իրավիճակը սրվել է, բախումները տեղի են ունենում Սիրիայի անցումային կառավարության զորքերի եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների միջև, կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Գնդակոծվում են հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ եւ Աշարիա շրջանները, բախումները սկսվել են Հալեպի հայաշատ հատվածից, մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել։ Գանձասար թերթի փոխանցմամբ իշխանությունները հայտարարել են Հալեպի օդանավակայանի աշխատանքը մեկ օրով դադարեցնելու մասին։ Քաղաքում փակվել են դպրոցներն ու պետական հիմնարկները։ Հայ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։ Սիրիական իրադարձություններին հետևում է Նայիրի Մուրադյանը։ Սուրբ ծննդի օրը բավականին լարված է անցել Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում։ Բախումներ են տեղի ունեցել Սիրիայի անցումային կառավարության զորքերի եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժեր ջոկատների միջև։ Լարված իրավիճակը Հալեպում ստիպել է, որ հայ համայնքի բնակիչները գիշերն արթուն անցկացնեն։ Առավոտյան եւս Հալեպի տարբեր փողոցներում բախումները շարունակվել են։ Սիրիական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին զոհերի եւ վիրավորների մասին։ Հալեպի հայաշատ թաղամասը եւս վնասներ է կրել։ Զոհերի մասին չեմ լսած, շայցան վնասներ գրողներ կան, այո, ասեն ավտոյի աբագի կամ տնագարանի աբագի բախումները ուղղակի մոդ էր, հայտնակ շրջաններում մոդ էր, շատ մոդ էր, առաջնակի ձեռակային։ Զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ այս պահին չկան։ Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ կառավարական շենքերի վրա հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերով։ Արկեր են արձակվել նաև քաղաքացիական բնակավայրերի վրա։ Զոհերի մեջ կան նաև երեխաներ, կանայք։ Հանկարծ պայթյուն որոտաց։ Լույսերն ամբողջությամբ մարեցին։ Ես կորցրեցի իմ փոքրիկ 4 տարեկան տղայիս։ Նրա գանգոսկրը ջախջախվել էր։ Մյուս երեխաս էլ կիսամել վիճակում էր։ Երեխաներից տեղափոխեցինք հոսպիտալ։ Իմ 4.5 տարեկան երեխան իր աչքն է կորցրել։ Ով է դրա համար պատասխանատու։ Կառավարական շենքերի դպրոցների գործունեությունը դադարեցված է։ Հալեպի օդանավակայանը երկրորդ օրն է չի գործում։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը, մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների հետ, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվեց դեկտեմբերի 22-ին թուրքական պատվիրակության արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի, հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալնի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի այցելությունից հետո։ Պատվիրակությունը հանդիպում էր ունեցել
Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Գործողությունը քրդերի եւ սիրիական զորքերի միջև է Հալեպի տարածքում, որտեղ այնտեղ երկու մեծ քրդական թաղամաս կա։ Ուղղակի դրա արձագանքները, դրա ատենտալ գործողությունները, ասենք, տարածում են նաեւ հայկական թաղամասի վրա։ Քրդերի խնդիրը լուրջ պրոբլեմատիկ է թուրքերի համար։ Թուրքիան, քանի որ ինքը դեմ է քրդական գործընթացին, ինքը ցանկանում է Սիրիայի իշխանությունների միջոցով ազդել այդ Ռոջավի կառավարության քրդերի վրա, բայց չի կարողանում, որտեղ այդ քրդերին էլ աջակցում է Իսրայելը եւ Ամերիկան, ունենք բավականին ուժեղ են։ Թուրքիան, որը սիրիական նոր կառավարությունն է ստեղծել, հայտնել է, թե իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայինները անվտանգության սպառնալիք են եւ պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները վայր դնեն զենքերը։ Երբ կդադարեն բախումները, մասնագետները կանխատեսում են, որ լարվածությունը երկար կպահպանվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին ազգային ժողովը ընդունեց օրենք, ըստ որի այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս։ Այն կես տարի պակաս է, քան նախկինում, ասել է նախարարն ու մաղթել խաղաղություն եւ բարի ծառայություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նրանք մտքեր են փոխանակել TRIP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ընդգծել է տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։ Մյուս թեմաները քիչ անց։ Թրամփը Օբաման չէ, նա ձեզ կսպանի, ԱՄՆ սենատորը դիմել է Իրանի իշխանություններին։ Հրադադարից հետո Ուկրաինայում կարող են տեղակայվել հազարավոր ֆրանսիացի զինվորականներ, Մակրոնի հայտարարությունը։ Հայաստանում սուրշնչառական վարակները շարունակում են ակտիվ մնալ, մասնագետների հորդորը։ Աշխատանքային պայմանագրերն այլևս էլեկտրոնային եղանակով կկնքվեն, հարթակն արդեն պատրաստ է։ Շարունակենք թողարկումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայում ստեղծված իրավիճակի եւ մի շարք այլ թեմաների շուրջ, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Նախագահները քննարկել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, երկու երկրների միջև առևտրի նպատակային ծավալին հասնելու համար ձեռնարկելիք քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր, մասնավորապես Գազայում եւ Վենեսուելայում տիրող իրավիճակը, ասվում է հայտարարության մեջ։ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունը Միացյալ Նահանգներին կփոխանցի 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ սանկցիաներով արգելված նավթ, գրել է Դոնալդ Թրամփը իր սոցիալական էջում։ Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով եւ ես որպես Միացյալ Նահանգների նախագահ կվերահսկեմ, որպեսզի այս գումարն օգտագործվի Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։ Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը, հավելել է Թրամփը։ Նա նշել է, որ նավթը կհասցվի ամերիկյան նավահանգիստներ, հիշեցնեմ, որ ավելի վաղ ABC News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են Վենեսուելայի գործող նախագահից խզել տնտեսական կապերը Ռուսաստանի, Իրանի, Կուբայի եւ Չինաստանի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի համար առաջնային տարբերակ է Գրենլանդիայի գնումը, ոչ թե ռազմական միջամտությունը։ Թրամփի վարչակազմի կոշտ ռետորաբանությունն ուղղված է Դանիայի վրա ճնշում գործադրելուն, բանակցություններ սկսելու նպատակով, այլ ոչ թե ռազմական ներխուժում նախապատրաստելուն, ասել է Ռուբիոն ԱՄՆ կոնգրեսի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը եւ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիության պաշտպանության տեսանկյունից կարիք կա, որպեսզի Գրենլանդիան անցնի ԱՄՆ տիրապետության տակ։ Առանց իմ ներգրավվածության Ռուսաստանն այսօր կունենար ամբողջ Ուկրաինան, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միայնակ ավարտեցի 8 պատերազմ, իսկ Նորվեգիան որոշեց ինձ չտալ խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ ես փրկել եմ միլիոնավոր կյանքեր, գրել է Թրամփը։
Հազարավոր ֆրանսիացի զինվորներ կարող են տեղակայվել Ուկրաինայում հրադադարից հետո խաղաղությունը պահպանելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած կամավորների կոալիցիայի գագաթնաժողովին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մենք ցանկանում ենք նախ տրամադրել պատկերներ և հսկողության տվյալներ, երկրորդ մենք կմասնակցենք ուկրաինական բանակի վերականգնմանը և երրորդ մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունը տեղակայվելու այս բազմազգ ուժերի կազմում, նշել է Մակրոնը։ Նրա խոսքով Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի պատասխանատվությունը, իսկ Միացյալ Նահանգները կստանձնի հրադադարի պահպանման մոնիտորինգի առաջատար դերը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրադադարից հետո Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը կդնի խորհրդարանական քվեարկության, այս մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը համայնքների պալատում։ Նախագահ Մակրոնի և նախագահ Զելենսկու հետ միասին մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի դեպքում զորքեր տեղակայելու մտադրության մասին հայտարարության շուրջ։ Մանրամասները մենք հնարավորինս շուտ կհայտարարենք առանձին հայտարարությամբ։ Եթե զորքերը տեղակայվեն ստորագրված հայտարարության համաձայն, ես հարցը կդնեմ համայնքների պալատի քվեարկության, ասել է Սթարմերը։ Վերադառնանք մեզ մոտ վիզա քարտերով առևտուր անելու դեպքում 2% հետվճար չի լինի սոցիալական ցանցի իր էջում, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը բացատրել է, թե այս տարվա ընթացքում ովքեր, ինչ բանկային քարտերով և որ գործարքների դեպքում կստանան հետվճարները։ Մասնագետները նկատում են, որ կոմունալ վճարներից, տրանսպորտում վճարումներից, շուկայում առևտրից հետվճարներ չեն լինելու։ Անկանխիկով առևտրի հետվճարային համակարգի խութերը Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Հունվարի 1-ից թոշակառուների համար հետվճարը կազմելու է 20%, մինչև 10,000 դրամ, եթե նրանք ապրանքների դիմաց վճարեն անկանխիկ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր սոցիալական ցանցի իր էջում պարզաբանել է օրերս մեկնարկած այս փոփոխությունը։ Նախարարը նաև անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող մեկ այլ ծրագրի, որը վերաբերում է ոչ միայն թոշակ կամ նպաստ ստացողներին, այլև 18-ից բարձր բոլոր քաղաքացիներին։ Այս դեպքում էլ խոսքը 2% հետվճարի մասին է։ Տեսեք, սա վիզա քարտ է, իսկ սա արկա քարտ է, որի վրա գրված է արկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը։ Այսինքն արկա քարտեր ունեցող բոլոր քաղաքացիները ամիսը մինչև 2% հետվճար կստանան, ամսական մինչև 60,000 դրամ, եթե գործարքները կատարեն անկանխիկ։ Մեծ հաշվով սա կառավարության կանխիկի շրջանառության նվազեցման քաղաքականության շրջանակում գործող ծրագիր է։ Հիշեցնում եմ նաև, որ մենք ունենք ապրիլի 1-ի վերջնաժամկետ ընդհանրապես ամեն ինչ անկանխիկ անցնելու կենսաթոշակների նպաստները, որին չարժե սպասել, արժե դա անել հնարավորինս արագ եւ օգտվել այս լավ հնարավորություններից։ Այստեղ սակայն առաջ են գալիս մի շարք հարցեր։ Նախ, ինչու է առաջնահերթությունը տրվում հենց արկա քարտերին, այսինքն որն է արկայի բաժանորդների թիվը մեծացնելու կառավարության մոտիվացիան։ Պարզվում է, արկայի աշխատանքի հիմնական շահառուն հենց պետությունն է։ Կենտրոնական բանկը տնօրինում է բաժանորդների մոտավորապես 55%-ը եւ մնացած 45%-ը տնօրինում են 10 կոմերցիոն բանկերը։ 2000 թվականին այդպես է ձևավորվել։ Հիմա որ խնդիրը տանում է դեպի արկա համակարգ եւ արկա համակարգերի, այսպես ծառայությունների ծոփելու լրացուցիչ ստեղծելու քարտատերերի նոր զանգված, դա ինչ-որ իմաստով ընդունելի է։ Իսկ եթե քաղաքացիները հանդիսանում են ոչ թե վիզա, մաստեր կամ արկա քարտերի քարտապաններ, այլ օգտվում են այս կամ այն բանկի սեփական վճարային համակարգով աշխատող քարտերից, այդ դեպքում կարող են օգտվել կառավարության սահմանած հետվճարներից։ Այս դեպքում էլ փաստորեն գործում է արկան։ Բանկերը թողարկում են այդ իրենց բոլոր պրոցեսինգային քարտերը, այդ բոլոր քարտային հաշիվները միևնույն է, նրանք պրոցեսինգ են ենթարկվում արկա այդ համակարգի միջոցով այդ վճարումների դիմաց գումարների գանձումը եւ այդտեղից համապատասխանաբար այդ վճարները նաեւ որոշակի դուրս հանումը եւ հետ վերադարձը, չէ,
Այս ամբողջը ապահովում է առկա համակարգի միջոցով։ Մասնագետները տեխնիկական այս խնդիրներից սակայն հանրության ուշադրությունը հրավիրում են հետվճարի բուն նպատակի վրա։ Հայտարարվում է, որ դրա նպատակը համապատասխան չափով թոշակառուներին վճարվող գումարների ավելացումն է, այսինքն մարդկանց սոցիալական վիճակն է բարելավվելու։ Եթե կոմունալները հանում են, որտեղ հետվճար չկա, տրանսպորտի ծախսերը հանում են, հետվճար չկա, ընդհանրենք շոպաներում, գետնի վրա, ընդհանրենք սայլակներից առուտուրը, երբ որ կատարում բակային խախտերում, այստեղ եւս հետվճար չկա, չէ՞։ Մոտավորապես մի 15,000-ից 20,000 դրամ է մնում, որ նա կարող է ստանալ իր հետվճարը։ Այսինքն գետնի վրա ավելի շատ աղմուկն է, քան իրական ֆինանսական աջակցություն անապահով խմբերի համար, եզրահանգում են մասնագետները։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել տարեսկզբից։ Համակարգի ներդրումը ըստ պատասխանատուների հնարավորություն կտա եւ գործատուների եւ աշխատակիցների համար մի շարք խնդիրներ լուծել։ Ավելի պարզ ասած, նրանք կունենան օրինակելի պայմանագրեր ու կնվազի օրենսդրությանը չհամապատասխանող փաստաթղթերի կիրառման ռիսկը։ Բացի այդ, լուծվում է պայմանագրի օրինակը չստանալու կամ ուշ ստանալու խնդիրը, քանի որ այն ստեղծվում եւ ստորագրվում է օնլայն հարթակում եւ աշխատողը փաստաթուղթն անմիջապես տեսնում է։ Երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի արդեն իսկ տեսնել միանգամից, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, այդ պայմանագրի վրա ինչ փոփոխություններ են կատարված եւ տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում իրենց հարաբերությունները, այսինքն այն իրականությունը, որ մենք որոշ դեպքեր ունեցել ենք, երբ որ ստուգումից առաջ հետին ամսաթվով համաձայնագրեր են պատրաստվել եւ դրանով փորձել են ցույց տան, որ խնդիր չկա, այս մասով եւս այլևս հնարավոր չի նման բան իրականացնել։ Կրթական համակարգում արձանագրված փոփոխությունները նախարարությունն ամփոփում է որպես կայուն ընթացք ունեցող գործընթաց։ Տարեվերջյան ասուլիսում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքներն, ընդգծելով թե ուսուցիչների մասնագիտական զարգացման, թե կրթական ենթակառուցվածքների թարմացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Փորձագետները սակայն չեն համաձայնում նախարարության ներկայացրած պատկերի հետ։ Դպրոցաշինության թվերն օրինակ ըստ նրանց չեն համապատասխանում նախարարության ներկայացրածի հետ։ 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորում եւ ստանում է բարձր վարձատրություն։ Սա մեր ուսուցիչների շուրջ 31%-ն է։ Կրթության նախարարը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին է ներկայացրել այս ցուցանիշներն ու հավելել. այժմ յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ ատեստավորված է։ Սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է եւ շարունակում է զարգանալ։ Նախարարը նաեւ նշել է, որ համակարգում նոր ուսուցիչների պակաս չկա։ 2024-ին եւ 25-ի առաջին կիսամյակում դպրոցներ են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ, որոնք նախկինում երբեք չեն դասավանդել։ Ի դեպ, այս ուսուցիչների շուրջ 80%-ը մինչև 45 տարեկաններն են, ինչը ըստ Ժաննա Անդրեասյանի նշանակում է, որ կառավարության այն քաղաքականությունը, որը միտված է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը, ունի կոնկրետ արձագանք։ Ըստ ոլորտի փորձագետի, գիտական հետազոտությունները փաստում են, որ սկսնակ ուսուցիչները դեռ մի քանի տարի ադապտացիայի փուլում են լինում։ Ուստի մեծ սպասելիքներ նրանցից ունենալ ցավոք սրտի չենք կարող։ Չի լինում երբեք, որ մարդը մտնի դպրոց որպես ուսուցիչ եւ հաջորդ օրվանից բարձր արդյունավետությամբ կարողանա աշխատել։ Եվ շատ երկրներում օրինակ այդ ուսուցիչների համար մենթորներ են ունենում, ավելի փորձառու ուսուցիչները, որոնք իրենց փորձը, գիտելիքները, կարողությունները կարողանում են ժամանակի ընթացքում փոխանցել նոր ուսուցիչներին։ Ցավոք սրտի Հայաստանում այդ մենթորական ինստիտուտը ընդհանրապես չի գործում կամ ֆորմալ ձևով չի գործում։ Կրթական ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաև կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին։ Նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագիրը իր հանգրվանին կհասնի, քանի որ արդեն իսկ ունենք ավելի քան 100 դպրոցներ ու 280 մանկապարտեզներ, նախակրթարաններ, որոնք ավարտված են։ Դեկտեմբերի 10-ին ես ինքս գրավոր հարցում եմ ուղարկել կրթության նախարարություն եւ խնդրել տրամադրել այն դպրոցների ցանկը, որոնք այդ 300 դպրոց ծրագրով պիտի արդեն կառուցված լինեին, որովհետեւ ծրագիրը կոչվում է մինչև 2026 թվականը կառուցվող եւ հիմնանորոգվող դպրոցներ։ Ուրեմն գրավոր պատասխանում գրված է ընդամենը 60 դպրոցի անուն, որոնցից մոտ 40 թե 42-ը կառուցված եւ մնացածը հիմնանորոգված դպրոցներ էին։ Դա խոսում է, որ ծրագիրը
տոտալ տապալվել է եւ կատարվել է ընդամենը 20%-ով։ Փորձագետների գնահատմամբ ներկայացվող թվերն ու հայտարարությունները չեն համընկնում իրական արդյունքների հետ, իսկ իրական պատկերը միևնույն է, տեսանելի է դառնում։ Ըստ մասնագետների, թե կամավոր ատեստավորման արդյունավետության, թե դպրոցաշինության ծրագրի շուրջ իշխանության լավատեսական հայտարարությունները չեն հիմնավորվում ամբողջական ու թափանցիկ հաշվետվություններով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը պահպանվում է, հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ըստ պաշտոնական տվյալների շարունակվում են շրջանառվել գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այ շնչառական վարակներից ռինովիրուսի և բակովիրուսի հարուցիչները։ Ընդհանուր դեպքերի 80%-ը 0-ից 18 տարեկանների խմբում է, առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-ից 14 տարեկանների շրջանում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ նախորդ 2025 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը բարձր է 1,3 անգամ։ Հիշեցնում են կանխարգելիչ միջոցառումների մասին, պահպանել շնչառական հիգիենան, հազալու և փռշտալու վարվելակարգը, անհրաժեշտության դեպքում դիմակ կրել, պահպանել ձեռքերի հիգիենան, խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից։ 25 թվականի համեմատ մի փոքր բարձր ենք։ Նույն ցուցանիշները գրեթե 80%-ը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում, առավել բարձր 0-ից 4 տարեկանների շրջանում։ Նույն ցուցանիշների, ուրեմն մի փոքր նվազում են պատմում նաև հոսպիտալացումների շրջանում, շնչառական վարակներով պայմանավորված գրեթե դեպքերի 93%-ը, որոնց կազմում են 0-ից 18 տարեկանները։ Վարդաշենում գտնվող վթարային հանրակացարաններից մեկում բնակվող ընտանիքները կանգնած են կյանքի համար իրական վտանգի առաջ։ Տարիներով մաշված շենքերը այլևս չեն դիմանում բնական ու կենցաղային ծանրաբեռնվածությանը։ Բնակիչները պնդում են, ամեն օրը կարող է դառնալ ճակատագրական, մինչդեռ պատասխանատու կառույցների խոստումները շարունակում են մնալ չկատարված։ Քնարիկ Պետրոսյանի անդրադարձը։ Այստեղ աշխատում էի կարի մեքենայով, ձայներ եմ լսում, մենք այդ ձայները հաճախակի լսում ենք, միշտ ենք լսում։ Ինձ թվաց կարի մեքենայից է ինչ-որ մի բան, մեկ մի անգամից պատալոկը փլվեց, քարերով ամբողջությամբ լցվեց վրես։ Տիկին Անահիտը տագնապած պատմում է կատարվածի մասին, նոր է խելքի եկել, դեպքը օրեր առաջ է եղել, մտածել է երկրաշարժ է։ Վարդաշենի հանրակացարանի 4-րդ կարգի վթարային շենքի 69-ամյա բնակչի խոսքով շենքը 80% խոնավություն ունի, չնայած ջրի խողովակ չկա։ Մի կերպ են առաստաղը հավաքել, փորձել սենյակը կարգի բերել, ասում են խոնավության պատճառով անհնար է այստեղ ապրել։ Այստեղ առողջ մարդ չկա, ովքեր որ հնարավորություն ունեն մի կերպ դուրս են եկել վարձով, որ չմնան փլատակների տակ, ովքեր հնարավորություն չունեն, որտեղ մեծ մասամբ թոշակառուներ են։ Երեխաները բոլորը հիվանդանոցները շաբաթը մեկ գնում գալիս են։ Ես անձամբ ինքս զոբ ունեմ, հոդացավեր ունեմ, համարյա 80% անառողջ մարդիկ են այդքան բան։ 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն ապրում են փլատակներում մնալու վախով, ամեն գիշեր լսում են շենքի պատերի իրարից հեռանալու ձայները։ Պատմում են, թե վախը սրտում սպասում, թե իրենց բնակարանի փլուզման հերթը երբ է գալու։ Ավելի պատկերավոր են ներկայացնում շենք մուտք ու ելք զգուշ են անում, որ հանկարծ չփլվի։ Տան մեջ բաժարեր ընկե, կայծեր էր տալիս, որտեղ ստե համ ջուր է գնում, համ հոսանք։ Ու քան բազմիցս ասել եմ, զգուշացրել եմ, խնդրել եմ, ոչ մի բան չեն անում։ Վարդաշենի 4-րդ կարգի վթարային 68A եւ 66/1 շենքերի բնակիչները առաջին անգամ չէ, որ ահազանգում են անմարդկային պայմանների մասին։ Բաց հոսանքալարեր, ջրի խնդիրներ, սանիտարահիգիենիկ ծանր վիճակ։ Մեկ սանհանգույցից ստիպված 15 հոգի է օգտվում։ Քաղաքապետարանի ջամին պարզաբանում են, բավարար բյուջե չկա եւ խնդիրը պետք է լուծվի կառավարության աջակցությամբ։ Բնակիչների պնդմամբ իրենց խոստացել են այս ամիս հստակ պատասխան տալ հանրակացարանի բնակիչների հետագա ճակատագրի վերաբերյալ, նշելով, որ գործընթացը վերջնական փուլում է։ Նախորդ տարի գարնանը բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայրի, Վայքի, Սիսյանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի եւ Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Կվերադառնանք քիչ անց։ Կոտրվածքները սառույցի վրա եւ թունավորումները ալկոհոլից տոնական օրերի քրոնիկոնը։ Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատիչել է, Գեղամագեղեցկուհու ջուրն այժմ 15 սանտիմետր ցածր է։ Նոր տարի, նոր սպասումներ, ավելին հաջորդ թիվ։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի ավելի քան 440,000 կենսաթոշակային մասնակիցների մոտ 650 միլիարդ դրամի ակտիվներն արդեն 10 տարի է վստահված են C կվադրատ ամպեգային։ Ընկերությունը ոչ միայն հաջողությամբ կառավարում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերն, այլև միջազգային բարձր գնահատականի արժանացել Հայաստանից ստանալով հեղինակավոր ներդրումային մրցանակ։ Հայաստանի 440,000-ից ավելի կենսաթոշակային մասնակիցների ավելի քան 650 միլիարդ դրամ ակտիվները C Quadrat Ampega Asset Management Armenia-ի պատասխանատվության ներքո են։ Ընկերությունն արդեն 10 տարի է կառավարում է Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը։ Հայաստանում հաջողության հիմնական գրավականը տեղական թիմի պրոֆեսիոնալիզմն է եւ շուկայի լավ իմացությունը։ Վերջին 10 տարիներին Հայաստանը դարձել է մեզ համար ռազմավարական հարթակ եւ երկրի դրական զարգացումները ցույց են տալիս, որ այն լավագույն ուղղությունն է մեր հետագա ընդլայնման համար։ C Quadrat Ampega-ի ներդրումային մոտեցումներն ամբողջ աշխարհում են բարձր գնահատել։ P&I World Pension Summit 2025-ի գերազանցություն եւ նորարարություն հեղինակավոր մրցանակը Նիդերլանդներից Հայաստան է հասել C Quadrat Ampega-ի հաղթանակի շնորհիվ։ Ընկերությունն առաջ է անցել աշխարհի ավելի քան 20 զարգացած եւ զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդերի մրցույթում ու լավագույնը ճանաչվել ներդրումներ անվանակարգում։ Այս մրցանակը ոչ միայն գնահատական է մեր ընկերության, այլ նաեւ ամբողջ կենսաթոշակային համակարգի Հայաստանի եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ դա վստահություն է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրի։ C Quadrat բոլոր կենսաթոշակային ֆոնդերով Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումները շուրջ 15 միլիարդ դրամ են կազմում։ Ներդրումների ցանկում են Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդում, Formula VC-ում, Fintech Telcel-ում, ԵՄ Հայաստան ՓՄԶ բաժնեմասնակցային ֆոնդում արված ներդրումները։ Վերջինս այս պահին ունի 14 ներդրում տնտեսության 7 ոլորտների տարբեր ուղղություններում։ C Quadrat-ի ներդրումը բաշխվում է բոլոր ուղղությունների վրա։ Նշանակում է, որ 440,000 քաղաքացի անուղղակի մասնակցություն ունի մեր պորտֆելային ընկերություններում։ Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի նոր մասնաճյուղն է Վարդանանց Նանսեն ամբուլատոր ստացիոնար կենտրոնը։ Այս բժշկական կենտրոնում C Quadrat-ն ունի եւ ուղղակի եւ անուղղակի ներդրումներ։ Ընդհանուր շուրջ 140 միլիոն դրամ։ Հայաստանի իրական հատվածում կատարվող ներդրումները արդյունավետ են։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Անցած 2 օրում գրանցվել է 12 ավտովթար, 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Նայիրի Մուրադյանը։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի շտաբ բուժօգնություն ծառայություն, որի շարժակազմը համալրվել է ժամանակակից շտաբ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են եւ 1-ը ռեանիմոբիլ։ Ժամանակակից բժշկական սարքավորումներով մեքենաները հնարավորություն են տալիս շտաբ բուժօգնության անձնակազմին առավել արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Այս տարի նախատեսվում է ձեռք բերել եւս 7-ից 10 ավտոմեքենա ավտոպարկի թարմացման, ծառայության անխափան աշխատանքի ապահովման նպատակով։ Հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը, մասնավորապես կանչերի գրանցումը, իրականացվում է պլանշետներով։ Համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի 103 համարին մուտքագրված զանգերը, ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը։
Տոնական օրերին դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ շտաբ բուժօգնություն ծառայությունը սառույցի վրա սայթակելու եւ ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ 16 կանչ է ստացել, որոնցից 14-ի դեպքում հոսպիտալացում է արվել։ Շտաբ օգնության տնօրենի տեղեկացմամբ տոնական հաջորդող օրերին եւս կանչեր եղել են։ Եթե անցած տարիներին տոնական օրերին միջինը 1200 կանչ է ստացել շտաբ օգնությունը, ապա այս տարի այդ թիվը 800-ից 820-ի սահմանում է։ Ճայթրուկների, հրավառությունների օգտագործման հետևանքով վնասվածքների վերաբերյալ կանչ այս տարի չի եղել։ Ալկոհոլային թունավորման 14 կանչ է եղել, որից 5-ն է հոսպիտալացվել։ Սննդային թունավորման 2 դեպք է եղել։ Մաքսատուրքի արտոնություն կստանան այն գործարարները, ներդրողները, որոնք կառավարության հայտարարած գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնեն, կներմուծեն հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից։ Կառավարությունը նրանց կազատի մաքսատուրքի վճարման պարտավորությունից։ Անցած տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնության 100 միլիոն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել։ Ստեղծվել է 3405 աշխատատեղ։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ այդ գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է Հայաստանի պետական բյուջե մուտք արվեր։ 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ։ Կառավարությունը սակայն նախընտրել է 100 միլիոն 500 հազարը թողնել Հայաստանում։ Պոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը հանդիպել է համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ։ Սահակ arczepiskopos Մաշալյանը հայտնել է, որ 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով վնասված Իսքենդերունի շրջանում գտնվող 19-րդ դարի Սրբոց 40 մանուկ եկեղեցու վերանորոգմանը կաջակցի Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հերքումը հոգեվորականը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր վերաբերյալ գաղտնազերծված ԱԱԾ հրապարակած փաստաթուղթը թեփեր ինքը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից կեղծ է։ Սևանալճի մակարդակը դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 4-ը ժամանակահատվածում բարձրացել է 1 սանտիմետրով, կազմելով 1900 մետր 23 սանտիմետր։ Այս ցուցանիշը անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սանտիմետր։ Կառավարության սահմանած ծրագրի համաձայն լճի նորմային մակարդակը պետք է 1903 մետր լինի, սակայն այն անցած տարվա ընթացքում էլ 3 մետրով ցածր է եղել։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ եղանակի տեսությունը կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում 5-7 կանցնի առանց ստեղումների, հարևոտ երկնքով, ջերմաստիճանը կբարձրանա ևս 10 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 5 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 0-ից 4, Լոռիում 8-ից 12, Տավուշում 14-ից 17 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 0-ից 4, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 12-ից 16, Սյունիքի նախալեռներում 9-ից 14 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, այս գիշեր սպասվում է 10-ից 12 աստիճան ցուրտ, ցերեկը 0-ից 2 աստիճան տաքություն, երեկոյան 0-ից 2 աստիճան ցուրտ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։